Արթուր Խաչենցի ու նրա կնոջ Անժելիկայի սիրո պատմությունը ապացույցն է նրա, որ իսկական սերը տարիների ընթացքում ոչ միայն չի մարում, այլև ավելի ամուր է դառնում։ Երգչի ու պարուհու առաջին հանդիպումը տեղի է ունեցել 13 տարի առաջ Ստեփանակերտում, բայց միայն տարիներ անց Արթուրը պետք է համարձակություն հավաքեր իր զգացմունքների մասին խոստովանելու համար։ 2013 թվականի սեպտեմբերին արդեն Սայաթ-Նովայի անվան մեր Ստեփանակերտի քոլեջն է երաժշտական հաճախում։ Մենք գնում էինք Շարլ Ազնավուրի բարի կենտրոնի այդ շենքում էինք պարապմունքներ անում, որտեղ մեր շենքը վերանորոգման էր։ Ու անընդհատ տեսնում էի մի հատ շատ համեստ, ոչ մեկի հետ շփոթվող, պարփակված, ինքը իր աշխարհում։ Մի սիրում եմ ասել, շեշտել, որ ոնց որ Սայաթ-Նովայի երգերի մեջ այդ նազանքով, այդ հայ աղջկա իդեալական են հայ աղջկա կերպարանքով աղջիկը, որին մոտենալը ոչ թե չէր խրախուսվում, ոչ թե ռիսկային էլ, այլ ոնց որ ինչ-որ մի հատ սուրբ բան դիպ չէի, դրա համար ես ոնց որ գյուղացի լինելով հանդերձ, sense իմ կաղապարանքների, իմ կոմպլեքսավորվածությունների մեջ լինելով, միշտ մտածել եմ, թե ես արժանի չեմ, որովհետև ես սովորական գյուղացու ընտանիքից, սովորական հասարակական ընտանիքից ու կարծրատիպ կար, որը միգուցե միջև հիմա կա, օրինակ շատ ու շատ գյուղացի տղաների կամ աղջիկների, որ դե քաղաքից են, իրանք իրենք վերևն են, մենք ներքևը։ Բայց ինքը չգիտեր, որ Պապասլյան են գյուղից։ Կողքի գյուղից, տողի գյուղից։ Ես էլ գյուղում եմ, այդ գյուղում եմ մեծացել։ Այն որ իմ հանճարը քո բանջարին վնաս չէ այս վիճակի մեջ։ Ու բավականին երկար տարիներ է անցել 13 թվականից մինչև այս վերջերս 24-25-ի։ Բայց 18 թվականներ միասին գինու փառատոն եք։ Դե հա, գինու փառատոներ ես պահեր բաց չէի թողնում բեմին նայելու։ Նկարներին նայում ու զգում եմ նույն կադրում ես էլ ինքնասինքը հերո։ Բայց ես հանդիսատեսի դերում էի, ես ասում եմ, ես այդ ժամանակ դեռևս Խաչենց չէի։ Ես դեռևս այդ ժամանակ Խաչենց չէի, չունեի այդ համբավն ու անունը։ Ու ինքը միշտ եղել է Արցախի պարիպետականի Անժելիկան ու ինքը իմ համար միշտ իդեալ է եղել ու ես համարձակություն չեմ հավաքել իմ մեջ երբևիցե մոտիկանալու, որովհետև մտածել եմ դա ուղղակի սիրահարվածություն է, հրապուրանք է կամ այնց համակրանքը միշտ եղել է։ Զույգի համար ճակատագրական պահը հասունացավ անցած տարի, երբ երգիչն ու պարուհին հանդիպեցին արդեն բեմում։ Նախքան այդ համերգի իմանալը, որ նույնիսկ իրանք մասնակցում են, իրենց խումբը մասնակցելու է կամ ես եմ մասնակցելու, օրեր առաջ ոնց որ գիշերին ինձ տեսիլքներ են տեսնում, ոչ թե տեսնում եմ ինչ-որ ապագայում լինող ինչ-որ մի բաներ, այլ տեսնում եմ հենց անցյալից այդ գինու փառատոն, Արցախ, Ստեփանակերտ, այս աղջկան, դա մենք Facebook-ով, Instagram-ով իրար հետևում էինք, որ ասել եմ ինքը միշտ իմ ուշադրության կենտրոնում էր ու այդպես ոնց որ ներքին անհանգստությունից գիշերները չկարողացա մի 3-4 օր քնել եկավ այդ օրը համերգի ասում էի դե հանգստացի տղա ջան ներքին ինձ փորձում է հանգստացի այդ օրը կգա վերջո կտեսնես քայլ կանես արդեն դու են խեղճ ու կրակ գյուղացին չես համեստ պարփակված ու ամաչկոտ բայց մեկա ես արեցի քայլը Այս համույթով կանգնած ենք, պատրաստ սպասում ենք մեր ելույթին։ Ինքը այդ ժամանակ բանկում էր աշխատում, ուշ եկա փորձին, ես սաունդչեկի էի եկել։ Ես մեկա միշտ ուշանում եմ։ Արտուրը դրսում է կանգնած իր անկերների հետ ու հիշում եմ, որ ինչ-որ մեկը իր հետ նկարվում էր, սելֆի էր անում։ Մեր աղջիկներն են ներսից, շենքի ներսից, ասում են մեր Խաչենցի հետ մի հատ նկարվենք ու ամենամոտիկը ես էի իրան կանգնած։ Սենց ոնց որ աղջիկներից մեկը ասում է կկանչես իրան Դուրը բաց սովորական ուղղակի սենց իրան կպա, ասում եմ կգաս նկարվես, այն մարդուն չգիտեմ ով է հետը նկարում, բայց այն մարդուն թողեց է ձեռքը բանով, սելֆիով հեռախոսի մոտը ու եկած մոտ, ասում եմ կարաս նկարվես, հետո գաս, ասում է չէ, նշում թողեց եկավ, այս այդ պահը մի հատ պատմեմ։ Որովհետև նախքան այդ ոնց որ եկավ ինքը արդեն ես էլի ինձ կորցրեցի երկար տարիներ եւ միգուցե կյանքումս ես նման ձևի տենց մաքուր զգացողություն տենց երեխայի տենց բարձ մաքրությամբ չեմ զգացել այդ մտքի վրա եմ ես բռնցրել որ չէ այստեղ ամեն ինչ լուրջ է Արթուրն Անժելիկային այդ ժամանակ չպատմեց իր երազի մասին, բայց մտքում արդեն որոշել էր այդ օրն իր հերոսանալու ժամանակն էր։ 30 հոգու մեջ ոնց որ պարիպետականի խմբի մոտ մենք իրար
ճանապարհի իրար դեմ դիմաց բարև ձեզ, իրար sense համեստերով բարևեցինք անցանք, դուռը բացեցի ճանապարհը ոնց որ զիջեցի, բայց ոնց որ դրանից հետո ինչ անեմ, մոտիկանամ այդ խմբի մոտ, ասեմ, գիտեք, ես երազից ձեզ տեսել եմ կամ ասելերս գիժը խելագարով այս խնդը, դրանով ինչ որ լուրջ տպավորություն կամ ասելիքս ոնց էի ձևակերպել, որ ես ձեզ հավանում եմ կամ 12 տարի ձեզ հավանում էի ու խեղճս վախենում էի ձեզ դիպչելու, մոտիկ գալու ձեզ խոսացնելու ու այդ մտքերի մեջ էի, երբ որ ոնց որ ինքը իմ ձեռքին դիպչավ, շրջվեցի տեսա ինքնա, իրականում չէի հավատում, հետո ուրախությունից գիտեի թե հերոսանալու ժամն է, եկե երևի ինչ-որ բանով կարող եմ օգնել վերջը աչքի ընկնել, բացի խաչենց լինելուց ու գնացի տեսա ընդհանրեն ուզում էին աղջիկները հետս նկարվեին այդ մտքի վրա ասում եմ, արա լավ, ինչ լավ է, որ մոտ կողքս է, հետո այդ նկարը կմոտիկացնեմ, տեսնեմ իրար սազական ենք, թե չէ հետո բոլորը թողեցին գնացին, ինքը ասում էր ես այդ պահին ասացի, պրոստը սովորական առանց ինչ-որ մտքերի, պրոստը ուզում էի մի հատ առանձին հետը նկարվեի։ Պրոստը չէ, ուղղակի։ Ուղղակի ուզում էի հետը առանձին նկարվեի։ Ես սելֆի արեցի հետը, մի հատ էլ ինքն ասում, ես էլ եմ ուզում, ճիշտ ասած, ես էլ եմ ուզում ձեր հետ նկարվեի։ Ինքը քմծից ախտարեց, իմացավ նկարումը ինքն է սովորությունի, որ նկարում միշտ ներքևից է նկարում։ Ես էլ ներքևից սիրուն եմ։ Ես այդ իրա հետ ձեռքս բռնվեց հենց վերևից այդ բաները իրա մեջ տպավորվեց։ Էլի խառնվեցի իրար դե։ Հետո, ինչպես Արթուրն է նշում, կինոն սկսվեց։ Նրանց շփումը շարունակվեց սոցիալական ցանցերում։ Ինքը որ մի տեղով ինձ համարում է։ Շատ է խոսում, вообще շատ է խոսում։ Շատ արագ, չէ, շատ արագ եմ գրում հայերեն։ Ինքը մինչև գրում է, մինչև այդ թեմայի շուրջ մտածում եմ, ինչ պատասխանեմ, ինքը արդեն թեման փոխում է։ Սենց որ արդեն զգում էի, չեմ կարում, արդեն չեմ ձգում, ուղղակի դուրս է գալիս, որ վիզիտս չերևա։ Մեկ էլ ուրիշ տեղ։ Ապագա կնոջ հետ ծանոթանալու 12 օրերի ընթացքում երգիչը լրացրեց իր 12 տարվա լռությունը, բայց պարզվեց Անժելիկայի սիրտը գրավելը այնքան էլ հեշտ գործ չէր։ Ինքը որ գնաց Բեյրութ հետ եկավ, այդ ժամանակ դեռ ինչքան հիշում եմ, այդ թեմայի շուրջ չէինք խոսացել։ Պիտի գայի քարտը ստանայի։ Եկել է որ քարտը ստանա, ես մի շաբաթով արձակուրդ էի, տունն էի, զանգեց, ասում եմ, բանկում եմ, կարող եմ մոտենաս քարտը տրամադրես, ասացի ես արձակուրդ եմ։ Ասում եմ, բայց կարող եմ զանգեմ, աղջիկներին խնդրեմ, առանց հերթ սպասարկեն։ Ասում է, չէ, հետո կմոտենամ։ Չէ, ասեցի, ինձ քարտը պետք չի, ես կսպասեմ, որ դու գաս աշխատել։ Այ ես ասել եմ, իրականում ասեցի, կարևոր չի քարտը։ Մի շաբաթ հետո մոտենում է, դու գաս աշխատել։ մոտենում է ինձ, ու ինչ որ sense մեծ ոնց որ պլակատ լինի, բայց փաթեթավորած։ Կտավի վրա իր նկարներ։ Հա, բերում է դնում է sense գետնին, իմ սեղանին sense հենված դնում է ու գնում է։ Քարտը ստանում է, գնում է։ Ես աղջիկներին հետո չգիտեմ, այդ ինչա, թողել գնացել է։ Չեմ էլ կարող աղջիկներին ասեմ, հա, չեմ էլ կարող աղջիկներին ասեմ, որ իմ համար ինչ որ բան է բերել, նվերաբերել։ Ասացի ռումբ չի, կխնդրում եմ, էսի չեմ կարող հետս։ Մի երկու ժամ անցավ, աղջիկները ասում են, կարող է գրես, ասես, որ էս ինչ է, էլի, կոնկրետ չի ասել ինչա, պրոստը լավ, ի՞նչ է, չափազանցնում, 2 ժամ չկար։ Արտուր, ես 2 ժամից հետո եմ բացել։ Հա, դու կարող ես։ Թաքուն սիրտ։ Ինքը իրականում Ես վիդեոն ունեմ, դաժե ոնց եմ բացել, ես ու մի աղջիկ անծանոթ մարդկանց համար Անժելիկան սենց անեմոցիա, անծանոթների համար ոնց որ Անժելիկան առանց էմոցիա, սենց սառը ու իմ համար էր, ես օրինակ միջև իրան ճանաչել եմ, ես միշտ իրան տեսել եմ շատ էմոցիաներ կամ զուսպա, շատ զուսպա։ Ու միգուցե նաև ամենագրավելի բաներից մեկն էլ հենց այդ է, որ իրաց այդ սենց ոնց որ Մոնա Լիզայի պատկերի նման ինքը համ խնդում է, համ դառայած կոնքեզ նայում զգուշացնող ու ոնց որ անկանխատեսելի էր։ Ինձ ասում են դու ոնց ես համարձակվել Անժելիկայի մոտիկայից, ասում եմ 12 տարի չեմ համարձակվել, վերջո այս գործնելու բան չեմ ունեցել, պետք էր։ Ի վերջո, Արթուրը որոշում է պատմել իր զգացմունքների մասին, բայց թե ինչպես ու երբ վարկածները տարբեր են։ Դա մի անգամ ասեցի, որ մտածում եմ Արգենտինա գնամ թե չէ, հենց այդ ասելուց հետո, ես հիշում եմ, հենց այդ ասելուց հետո ինքը արդեն սկսեց իր զգացմունքների մասին ասել, որ չէ, մի գնա։ Հա, այդպես չէ։ Ես ասացի, որ գնաս, ես քո հետ կգամ։ Դա էդ է, այդ պահից նայած տվալ։ Չէ, երբ որ ես սկսում էի լուրջ բաների մասին խոսալ, Անժելիկան միշտ թեման փոխում էր, ասում էր ոնց որ
Քեզ պետք չի, ես ոնց որ երկար այստեղ չեմ մնալու, ես պատրաստվում եմ գնամ Արգենտինա։ Չէ, դրանից հետո է այլ։ Կապ չունի, ոնց որ ես դա եմ հիշում, ես դա եմ ասում։ Ինքը շատ մտքեր ունի դրա համար, ինքը սա խառնում է, բայց ես որպես կողքից մարտով բանա մի քիչ բայց ինչ ես կիսվում, օրինակ ինչ որ մի հատ տղայի, որ ուղղակի քեզ գիրքա նվիրում, կիսում ես, ես պետք է գնամ Արգենտինա։ Հա, բայց գիրքը պատմալ ես։ Հա, գրքից հետո։ Չէ, ոնց որ ասեցի, որ էլ գնաս, ես քո հետ կգամ։ Ասում եմ, ես այդ բայից արդեն զգացի, կասկածեցի, որ всё-таки ոչ թե կասկածեցի, զգացի, որ լուրջ է այս մարդը։ Ու որքան Անժելիկան համառ էր, այնքան ավելի շատ էր գրավում Արթուրին դրանով։ Երգիչը կատակում է, ամեն մերժումից հետո էլ ավելի էր սիրահարվում նրան։ Երբ որ ասենք Անժելիկային տեսա ու ինքը հասանելի չէր իմ համար, այսինքն ես որ մի հատ աղջկան ֆիլմ, կինո, ընդհակառակ աղջիկներն էին ինստեղ հրավիրում, ոնց որ հեշտ էր դառել Խաչենցի կյանքը, բայց երբ որ ես իրեն ֆիլմի հրավիրեցի, ինքը ասեց, չէ, չեմ կարող գալ, չեմ կարող ցենողից ինչպես պիտի ասեմ, ես քո հետ գալիս եմ ֆիլմ նայելու կամ եւ այլ եւ այլ։ Խափեն, որ ուրիշ տեղ եմ գնում, բայց իրոք կինո գնում։ Հա, ու ես էլ սիրահարվում էի, որ ինչ որ մեկը ինչ չէ ասում, ինչ որ մեկը չէ, ինքը սենց մի անգամ հարցնում է, ասում էր, չէ, ասում եմ, հա, լավ, ու ժպտալով անջատում է, ասում եմ, ուղ տղեկ, ինձ ինչ որ մեկը չէ ասում։ Իմ ուզած աղջիկն է, հաստատ հասնել մի անգամ գնում ենք սենց տարբեր կոլեկտիվներով, ինքը իրա, ես իմ գնում ենք ինչ որ թաման արարողություն։ Ու հետ գալուց ես քաղաքով ոնց որ ամառեր ոտո մի քիչ քայլեցի, որ տուն գնամ, երբ այն զանգում է, ասում կարամ կամ քեզ ճանապարհ է։ Դե սովորական դե բնականաբար ասելու եմ չէ, ասեցի չէ, ինձ թվում է ինքը պիտի են որ ոնց է լինում։ Ասի գոնե ավտոյը կամ ինչ-որ մի պատի հետևից դուրս պիտի գա, կամ մի ավտո պիտի նստի, որ տեղը դիմանա որ ես։ Ասում ասեց ուրախ, ասում լավ։ Արթուրն ասում է, չի հավատում բախտին կամ ճակատագրին, հավատում է ընտրությանը ու այն մաքրությանը, որը լինում է սիրուն հասնելու ճանապարհին։ Ես օրինակ որ ընկերներից մոտ անծանոթների ասում են հա Արցախից է, ասում եմ դե իմ համար շատ կարևոր է նաև որ ինքը Արցախից է, որովհետև այսօր իմ Արցախի պակասս նաև ես իրանից եմ առնում։ Ինքը նեղանում է որ ասում Արցախից է, ասում Արցախից լիքը աղջիկներ կային, ինչի այդքանից ինձ ընտրեցիր։ Ինքը յուրահատուկ է, որովհետև ու եթե ես իրեն չսիրեի կամ չսիրեմ, մինչև որ կամ պատրաստ չլինեի ամբողջ կյանքը սիրելու ինձանից շատ ու վերը բարձրացնել ինձանից շատ հաստատ չէի գնա այդ քայլին, չէի սիրի ինչ-որ մեկին կամ հենց իրեն։ Լավ չի։ Ես չեմ լացում, ընդհանրապես ես հա իմ անեմոցիոնալ մարդ եմ դարձել։ Իրա ձեռը։ Չէ, անկեղծ ոնց որ կատակով ասում եմ գործնական ոնց որ ամուսնությունա բարբառը պահպանելու, որ մեր երեխաները մեր օջախում Արցախի բարբառով խոսեն։ Դա էլ իմ համար ոնց որ նպատակներից մեկն է, բայց ամենակարևորը մարդն է, եթե ինքը համապատասխան մարդ չլինի, արժեքներով, գաղափարներով կդառնա անիմաստ ուղղակի միավորում, որ ժամանակ հետո պետք է իրարի ձանձրանային կամ հոգնեին կամ ուրիշ ուղղություններով նայենք։ Միակ մարդն է, որը, ասենք, ուզել եմ ես իր հետ մտնեմ եկեղեցի, երթում պաղատանք ուտեմ, որ միակ մարդն է, ում կյանքում չեմ դավաճանում ու չեմ դավաճանի։ Արթուրը նպատակ էր դրել. իրենք պետք է ամուսնանան օգոստոսի 15-ին, հենց Հադրութի օրը, ու ինչպես միշտ մի փոքր դժվար ճանապարհներով, բայց հասավ իր նպատակին։ Որ մենք սեպտեմբերից արդեն սկսեց այդ ամեն ինչը, այդ իրադարձությունները եղավ, սեպտեմբերի 7-8 Ես ոնց որ մի ամիս հետո, թեպետ մի 2-3 օրվա արդեն շփվում էինք, կինո հրավիրեցի, քայլեցինք իրար հետ։ Ես արդեն տորտով ուրույն հետ հավերժ, ոնց որ sense գրվածքով Արցախի բարբառով գնացի, ծաղկեփնջով ասացի, այսօր մեր այսօր մեր ընկերության մեկ ամիսն է, բայց ինքը տորտով է ասում մի ամիս է։ Ասում եմ, բայց 3 օր ենք շփվում, ասում չէ ոնց որ այդ իրականությունը, այդ իրողությունն է որ եղավ։ Ու ոնց որ սկսեցի կամիսներ նոր տարվա օրը եկավ նշան։ Նոր տարվա օրը ոնց որ ոչ թե այտենց surprise այս վիճակն է, այլ նախորդ էլ ասել եմ նոր տարվա գիշերը քեզ անակնկալ է սպասում։ Հա, ես էլ ջերմությունով, հիվանդ, ասում եմ կգանք մեր ընտանիքով, բայց եկավ քանի օքով։ Ընտանիքս էին 2 ընկեր, հա։ Պլյուս 2 ընկեր։ Ու Անժելիկան տակությունով։ Հա, ես օգնում էի բայց իրեն սեղան գցել։
Միշտ ցանկանում ենք, որ Արցախից մոտիկ լինի հարսանիքը։ Գորիս ենք ուզում սկզբից, բայց քանի որ Ղափան ենք սկզբից։ Հա, Ղափան ենք ուզում, քանի որ մեր բարեկամների մեծամասնությունը հնարավորություն չունեին գալ մետեղ, հյուրանոց, որտեղ մենք ստանդարտ sense 6-7 գիշեր 7 ցերեկ ենք պիտի մնային։ Ասենք Արցախում չենք, որ 7 օր 7 գիշեր անենք, գոնե փորձենք մի 2-3 օրում անենք։ Հա։ Ասացինք ինչքան Արցախին մոտիկ, այդքան ավելի լավ ու ոնց որ քեզ տանը մի քիչ գոնե զգաս էլի Հայաստանում Երևանում ես օրինակ ինձ տանը չեմ զգում ինչքան Երևանում հարմար է ամեն ինչը խանութ բան եկեղեցի չկար որ ասենք ուզում ենք այդ եկեղեցին բայց կոնկրետ Տաթևի եկեղեցին խորհրդանշական էր բայց իմ համար որովհետև ոնց որ ես Արցախից Երևանում չկար այն Հա Հայ Միքայելի համար ենք ավելի շատ գնացել Միքայել Սրբազյանը որ այնտեղ կա իրականում որոշված էր ամսի 15-ին այդ ամեն ինչը անել եկեղեցիներն զաքսնել բայց քանի որ մենք նախորոք այդ պլանավորված հյուրանոցը, տեղը, այս մյուսը մի 2 ամիս շուտ գնում ենք 2 ամիս չէ, 1 ամիս շուտ 1 ամիս շուտ գնում ենք ես Արտուրը ու papas գնում ենք մի հատ ճշտելու սաղ նախնական test drive անելու համար այդ հյուրանոցում մնանք տեսնենք պայմանները եւ այլն մտանք ամեն ինչ մտանք սաղ նորմալ էր ճիշտ է տեղը շատ դժվար հասկացանք բայց մտանք դժվար չհասկացանք Հա, նո տեղը մեր պատկերացածից մի քիչ փոքր է։ Հայ Միքայելը ասեց այդ օրը մեռելոցի օր է։ Հա, չմտանք հերթը հասա մեզ, մտանք մոտեցանք իրան, ասում է Արտուրը ասում է 15-ին ուզում ենք պայմանավորվել ենք ձեր։ Պայմանավորվել ենք, ասում է 15-ին ես չեմ անում։ Չեն կարող։ Որ sense սաղ պլանները։ Այսինքն Արտուրը ասում է, բայց այդ օրը հադրութի։ Հա, բայց մենք զանգել էինք, պայմանավորվել ենք, ասեց, ուրեմն շատ շուտ եք զանգել, մենք փոքր պահ, ես անձամբ չեմ անում։ Ասում կարող է գնաք ուրիշների մոտ անեք, ուրիշների հետ էլ խոսում ես, ասում կարանք անենք, բայց արդեն լավ չստացվում։ Մենք ուզում ենք հենց ինքը անել, որովհետև խորհրդանշական էր, որովհետև Հայր Միքայելը Գորիսում մեր Արցախի բռնի տեղանված այդ ցեղասպանությունից փրկված մեր արցախցի հայերին դիմավորում էր ու իմ համար ոնց որ նպատակ էր դարձել, որ այդ մարդն էլ պիտի ինձ ամուսնացնի, որ հետ ճանապարհի դեպի Արցախ։ Մի խոսքով որոշում ենք 16 տեղափոխել, ասել լավ 15-ին ուրեմն Երևանում այդ ԶԱԳՍ-ի արարողությունը կանենք։ Մի հատ շատ լավ ավանդույթ ենք անում, որը էլի Արցախում ենք անում, հարսի տուն գնալուց հետո գնում ենք Եռաբլուր ու հետո տեսնում ենք, որ նաև այդ գաղափարը վարակիչ է լինում, մեզանից հետո էլի տեսնում ենք զույգեր, որովհետև իմ համար պետք չէ էլի անպայման ընտանիքից կորուստ ունենաս, որ հետո նոր գնաս Եռաբլուր Պետք է միշտ հիշել, որ այդ բոլոր սուրբ նահատակած իրենց կյանքը զոհաբերած տղաների փոխարեն մենք ենք ապրում ու մենք պատասխանատու ենք իրենց չապրած կյանքի համար։ Երևանյան հարսանիքից հետո զույգը ճանապարհվեց Տաթև Աստծո օրհնությունը ստանալու համար։ Այնուհետև կյանքի կարևոր իրադարձությունը նշեցին նաև Գորիսում։ Իսկ գիշերը ճանապարհվեցին Խուստուբ ու Լեռան բարձունքում դիմավորեցին լուսաբացը։ Ժամը 4-ից ճանապարհվեցինք վերև, ու ամենահետաքրքիրն է, որ մեզ սաղ ասում են շատ ցուրտ է լինելու վերև։ Այդ մի օրը Գորիսում, որ Գորիսի խանութներով տաք շոր էինք ուզում գտնեինք, որ հագնեինք վերև չմրսեինք։ Բայց вообще ցուրտ չէր։ Չգիտեմ մեր բախտից էր թե ինչ չէր, բայց вообще ցուրտ չէր։ Вообще չէ ընդհանրապես։ Ընդհանրապես ցուրտ չէր։ Հա, մի խոսքով հարսի շորերը բարձրացեցինք վերևում հագնվեց Անժելիկան։ Այնքան լավ ստացվեց, որ այնտեղ լիքը մարդ կար, շատ մարդ կային, բայց որ ոչ մեկ չբողոքեց, ոչ մեկ չխանգարեց։ Պարային խումբ կար, երկրի խումբ կար։ Մենք իջանք առանց պլանավորելու հարսանիքեր էլի։ Ամենազգայական էմոցիոնալ պահն էր, որ այս արդեն առաջին անգամ գնացել է, որ Արցախի սարերը տեսնեի, չկար, բայց այս անգամ արդեն Արցախի սարերը բացվեցին, հորովել երկեցինք վերևը, հուզվեցինք։ Մեր ընկերոջ արտադրած հադրութի սպերած գինի խմեցինք, կրակեցինք, զենք ու զերայով նշեցինք հայկական հարսանիքի վայրենտով, առաջին ամուսնական կռիվը արեցինք այնտեղ, հետո իջանք։ Շատ դաժան Խուստուբի ամենավերևում ես ու Արտուրը մեր ամուսնության երկրորդ օրը կռվում ենք։ Երրորդ։ Մենք շատ չենք կռվում, ուղղակի ինքը սովորություն ունի, իրան թվում է, որ ինքը առանց խոսալու իրան պիտի հասկանաս։ Բայց այդ բանին իրան ոչ մեկ չի հասկացել, մենակ ինքը։
Ու պատճառը կռվելու ես չէի ընդհանրապես, ուրիշ էր, բայց Այս եթե խնդիր մենակ իր չի, ինձ թվում է թե ինձ ամբողջ աշխարհն է հասկանում, բայց հաստորեն իր կյանքում ամենահասկացող մարդը ինքն է, բայց կյանքում 3 անգամ եղել է, որ չի հասկացել դեռևս։ Առաջի անգամը դա այդ հասկանալու չէր, մինչև հիմա ես չեմ հասկանում։ Դե նորմալ է, ես միապաղաղ կյանքը չեմ սիրում։ Պատմեցեք պատկերացնում, օրինակ ամուսնացած զույգեր ու խոսքի իրար հետ տարաձայնություններ չունենան։ Մեկը պետք է հակառակ կարծիքի լինի, պետք է բանավիճեր լինի, կռվելը այն բանը հին վիճակների մեջ չէ, իրար չենք ծեծում ջարդում, նորմալ է, որ կարան խոսակցական ինչ-որ գաղափարների դեռ, եթե ուզում եք ինձ զարկել, խնդրում հենց հիմա այս տեսախցիկների ներքո։ Անժելիկան նշում է, ինքն ու Արթուրը բավական նման են, բայց նաև տարբեր ակտիվությամբ ու հանգստությամբ, սակայն այդ տարբերությամբ միայն լրացնում են միմյանց։ Կարևոր ամուսնությունը առօրյա չդառնա, առօրյա խնդիրներ Ու կարող դու քո մարդին չնայես որպես ամուսին ու կին, այլ հիշես, որ այդ մարդը քո ընկերն է, ցանկացած դեպքում, ցանկացած պարագայում քո ընկերն է։ Ես չէ պատկերացնի, օրինակ, որ ինքը այդքան էքստրեմալ է, մեկ օրինակ ինքը ասում է, արի դուրս գանք դուրսը հանդիպենք կարծես առաջին անգամ դուրս գալիս հարսանիքի պլանները տունը արդեն Արգենտինայի մեր բարեկամները եկել էին, տունը լիքը մարդ կար, Արտուրի հետ մեկ տունն էլ 16-րդ հարկա։ Անձրևի տակ բարձրացան կտուրին նստեցինք ու պլաներ էինք գծում։ Չնայած երկուսն էլ արվեստի բնագավառից են, խանդը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Արթուրը նշում է, Անժելիկային հենց պարելիս է տեսելու սիրահարվել, եւ նա այն հայտնիներից է, ով երբեք չի փորձել կնոջը թաքցնել իր հանդիսատեսից։ Սենց վատ բան կա իրականում մեր մոտ։ Մեր մտավորականներ չասեմ, երևի կարելի ասել շոու բիզնեսի մարդիկ, որովհետև ես ավելի շատ ինձ մտավորական եմ համարում, թաքցնում են իրենց ամուսնությունը, որ երևա որ մտում իրանք ազատ են, բոլոր աղջիկները խելագարվեն։ Ես տենց խնդիր չունեմ, որովհետև ես գտել եմ իմ կյանքի ոչ թե մնացած ունը, կարող է սխալ եմ արտահայտվում։ Ես ուզում եի բոլորին ասեի, որ վերջ, ես վերջապես գտել եմ, որպեսզի ինձ այդ մնացած աղջիկները հանգիստ թողնեին, որ ոտի տակ չքանդեին այդ վիճակով։ Կա այդ հայկական մտածելակերպը, ես ուզում եմ սիրեն այն, լսեն այն մարդիկ, ովքեր սիրում են այն ինչ, որ ես անում եմ, ոչ թե ֆիզիկապես սիրեն, որ Արտուրը մի քիչ սիմպաթիչնի տղա է։ Կարամ ես տգեղ լինեմ, բայց գործս գեղեցիկ լինի։ Բայց մեր խոստոպի առաջի անգամ կռիվը եղել է իր խանդից։ Հա ես զուտ ջղայնացել եմ, որ ամուսնական ոնց որ ֆոտոշութի վարիանտի բան պիտի լինի, բայց ոնց որ արդեն վերածում էր ընկերոջս գինու ռեկլամին։ Նկարում էին, ինքը Ես իմացա թե խոշոր պլանով են նկարում, ոչ թե ձեռքայրը գինին է բռնել, ինքը մտածում էր, որ ընդհանուր են նկարում, ինձ գինին ու ընդհանուր։ Ես կանգնած սպասում էի, որ ընդհանրապես իմ ձեռքը։ Ինձ ժամանակ առանց բացատրելու խանդեց։ Հա, դե ոնց որ ես ջղայնացա ու գումարած նրան ոնց որ համբերության բաժակս լցվեց ու ջարդվեց այն ժամանակ, երբ որ ինքը արդեն իր բանը հակու կապը հավաքել իջնում էր, իսկ իմ վերարկում մնացել էր այնտեղ, ասեցի։ Ես այստեղ եմ խոստոպից ու ես որպես արծիվ ճանապարհ դրեցի այդ վերարկուն խոստոպի կատարից։ Իմ սիրելի վերարկուն, որ դու առես Գորիսից։ Արթուրի ու Անժելիկայի սիրո լեզուն մեկն է եւ այն արտահայտվում է արցախյան բարբառով, տանը թե ընկերական շրջապատում։ Մայրենի լեզվով են խոսելու նաեւ նրանց երեխաները։ Եթե մեր հանդիսատեսը ավելի հեշտ հասկանար Արցախի բարբառ, մենք այս արցազրույցները մեծ հաճույքով Արցախի բարբառով կտայինք։ Արցախի բարբառը ամենուր, նույնիսկ այն ընկերներին, ովքեր ընդհանրապես չեն իմանում, չեն տիրապետում, ստիպում ենք ստիպողաբար, որպեսզի իրանք գոնե լսեն, հասկանան որոշակի բառեր, ես ոնց որ sense իմ համար ձայնագրությունների փորձաշրջան էտապ եմ սկսել, հեքիաթներ եմ ձայնագրում բարբառով ու մեծ շարունակական աշխատանք, որ ամբողջ կյանքս պետք է անեմ, քանի կամ Արցախի բարբառի պահպանության համար ունել լիքը հայկական այդ բառերի արմատաբանությունը, ծագումնաբանությունը շատ հետաքրքիր է, սիրում եմ միշտ ծանոթներին բացատրել, որտեղ դա ամենալավ վկայությունն է, որ Արցախի հայերը ինչքան հին են, ինչքան էթնիկ են
ինչքան երկար հին պատմություն ունեն ու որտեղից են գալիս։ Ուրը շատ սիրեցիք, ուրը շատ պաշտպանեցիք, սիրեցիք նիվեր կսիրիք Արցախը, ինչ վերը սրալ չեք տակ Արցախը աշխարհ են, ուրը կարոտեցիք, հարգեցիք, ուրը զգացեք, թող սերը ու Աստծոց ոչ մի վաղ ծեր սրտան ու հոգան ոչ մի վարքյան պկասեն վեճ։ Եվ կարևորը մեր բարբարա խուսեցիք։ Հա, խուսեցիք, հիմա չմենք, որովհետև դա մեր ամենաղաշանք պատկերն է, դա մեր ինքնությունն է, դա մեր ձեռագիրն է, դա մեր լեզուն է։ Կարինք խոսենք, բայց բարբարը պահպանելը բարդակ է։ Մենք փոքրամասնությունը բարբարային ու այդ բարբարը քինելավ ցավոք սրտի մռլան է, ու միակ փաստը այդ թղթերը քաղաքացիություն զրողն ասում կարին փոխին, բայց միակ փաստը վեր կարեչին միզանա պուկտան մեր լեզուն կտրելն է։